Իրանն ուսումնասիրում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկը, սակայն չի բանակցում ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աբբաս Արաղչին հայտնել է, որ վերջին օրերին ամերիկան միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ է փոխանցել, որոնց Թեհրանն արձագանքել է, հայտնելով իր դիրքորոշումը։ Սակայն ըստ Արաղչիի դա չի նշանակում բանակցություն կամ երկխոսություն։ Իրանի գլխավոր դիվանագետն ասել է, որ ԱՄՆ առաջարկները փոխանցվել են երկրի բարձրաստիճան իշխանություններին եւ եթե անհրաժեշտ լինի դիրքորոշում ընդունել, ապա որոշում կկայացվի, իսկ մինչ այդ դիմադրությունը կշարունակվի։ Առայժմ մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրել եւ պաշտպանել երկիրը։ Այս պահին մենք բանակցություններ վարելու մտադրություն չունենք եւ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Արաղչին նշել է, թե միայն փաստը, որ ԱՄՆ-ն արդեն խոսում է բանակցելու մասին, ինքնին պարտության խոստովանություն է, հատկապես որ Վաշինգտոնը մինչ այդ Թեհրանից պահանջում էր անվերապահորեն հանձնվել։ Իրանը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, սակայն իր պայմաններով, հավելել է նա։ Իրանական պետական պրես TV-ն երեկ հայտնել էր, որ Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկները եւ 5 պայման է առաջ քաշել՝ դադարեցնել ագրեսիան, երաշխավորել, որ պատերազմը չի կրկնվի, վնասների փոխհատուցում վճարել, դադարեցնել պատերազմը տարածաշրջանում Իրանի պրոքսիների դեմ եւ միջազգայինորեն ճանաչել եւ երաշխավորել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին, պարզապես վախենում են խոստովանել։ Դոնալդ Թրամփն ասել է, որ միջուկային զենքի ձգտող Իրանը մեջբերում եմ քաղցկեղ է, որից ստիպված են ազատվել եւ անպայման կանեն դա։ Իդեպ, նրանք բանակցություններ վարում են եւ շատ են ուզում համաձայնության գալ, բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց։ Նրանք նաեւ վախենում են, որ մենք կսպանենք իրենց։ Սպիտակ տան խոսնակն իր հերթին զգուշացրել է, ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե Թեհրանը չընդունի պարտությունը։ Քերոլայն Լևիթն ասել է, որ իրանական ռեժիմի մնացած տարրերը եւս մեկ հնարավորություն ունեն համագործակցելու նախագահ Թրամփի հետ, ընդմիշտ հրաժարվելու իրենց միջուկային ձգտումներից եւ դադարեցնելու ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին սպառնալը։ Նախագահ Թրամփը բլեֆ չի անում եւ պատրաստ է դժոխքի վերածել Իրանը։ Թեհրանը չպետք է կրկին սխալ հաշվարկներ անի։ Այս կետից հետո ցանկացած բռնության պատճառը կլինի այն, որ Իրանում ռեժիմը հրաժարվել է ընդունել պարտությունը եւ հրաժարվում է համաձայնության գալ։ Նախորդին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, թե Պենտագոնը հավելյալ զորք է ուղարկում Մերձավոր Արևելք։ Լևիթը սակայն չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Իրանում։ Միայն ասել է, որ կոնգրեսի թույլտվությունը դրա համար անհրաժեշտ չէ։ Իսկ Washington Post-ը երեկ աղբյուրի հղումանելով հայտնում է, որ Պենտագոնը քննարկում է Ուկրաինայի համար նախատեսված սպառազինությունը Մերձավոր Արևելք ուղարկելու հարցը, քանզի Իրանի հետ պատերազմի պատճառով սահմանափակվում է ԱՄՆ զինված ուժերի համար ամենակարևոր զինատեսակների մատակարարումը։ Խոսքն առաջին հերթին հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է։ Բանակցությունների վերաբերյալ Թեհրանից եւ Վաշինգտոնից հնչող հակասական հայտարարությունների ֆոնին Իսրայելը պատերազմի 27-րդ օրը շարունակել է հարվածներն Իրանին եւ Լիբանանին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանկսիրին։ Իրանն իր հերթին հարվածել է իսրայելական ռազմական կառավարման կենտրոնի, նաեւ միջուկային ենթակառուցվածքների։ Պարսից ծոցի երկրներին հարվածները եւս շարունակվել են։ Իրանի հայտարարությունից հետո, որ Թեհրանն ու Վաշինգտոնը չեն բանակցում, նավթի գինը կրկին բարձրացել է, հասնելով $104 մեկ բարելի դիմաց։ Պատերազմի սկսվելուց ի վեր նավթը թանկացել է մոտ 40%-ով։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը, տարբեր գնահատականներով նեղուցում դեռ 2000-ից ավելի նավ է արգելափակված։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանը պատրաստվում է օրենք ընդունել, որով նեղուցով անցնելու համար վճար կսահմանվի։